Սեպտեմբերի 14-ին ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանն ընդունեց զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ դոկտոր Ֆիլիպ Ֆլյուրիին եւ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Բեռնհարդ Ֆրանկլին։ Ողջունելով հյուրերին Արամ Զաքարյանը բարձր գնահատեց զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի եւ ոստիկանության միջև առկա համագործակցության մակարդակը եւ հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն ել ավելի զարգանալ ու ամրապնդվել։ Իր հերթին Ֆիլիպ Ֆլյուրին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ հաստատեց զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության կենտրոնի ոստիկանության հետ համագործակցության պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի եւ ոստիկանության միջև 2016 թվականի տարեկան համագործակցության ծրագրի կատարման ընթացքը եւ այն հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը, որոնցով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ կիրականացվեն մի շարք միջոցառումներ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի սեպտեմբերի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը։ Բացահայտվել է գողության 4, խարդախության եւ յուրացման 3-ական, դրամանենգության 2, հարկերից խուսափելու եւ խուլիգանության 1-ական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևանում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Տուգանային հրապարակ են տեղափոխվել 99 տրանսպորտային միջոց, որից մեկի խլացուցիչը առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված է եղել աղմուկով երթևեկելու համար։ 13 մեքենայի վարորդ եղել են ոչ սթափ վիճակում, 25-ը առանց համապատասխան փաստաթղթերի եւ այլ խախտումների համար։ Ծառայության ընթացքում կազմել են թաղանթապատված հողմապակիով եւ Արջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ երթևեկելու 31 արձանագրություն, եւս 104 մեքենայի վարորդ հողմապակիների թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին։ Օգոստոսի 25-ին ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնեց, որ Երևանի Անդրանիկի փողոցում գտնվող իտալական զբոսայգում իրեն կողոպտել են։ Կնոջն անծանոթ մեկը պարանոցից պոկել էր ոսկյա շղթան ու փախել։ Կողոպուտի փաստով հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 7-ին կողոպուտ կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ 31-ամյա Արտյոմ Չոբանյանը, որը խոստովանեց կատարածը։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու եւ տիրոջը վերադարձնելու ուղղությամբ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Երևանի Տիգրան Մեծ փողոցի բնակչուհի 23-ամյա Ինեսա Սրապիոնյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգել 102։ Օգոստոսի 6-ին ժամը 19:40-ին Դիլիջան քաղաքի կենտրոնական շուկայի մոտակայքում գտնվող նախկին Բու կոչվող չգործող սրճարանի առանձնասենյակում մեջքով գետնին ընկած վիճակում հայտնաբերվել է ինքնությունը չպարզված 50-ից 55 տարեկան տղամարդու նեխային փոփոխությունների ենթարկված դիակ։ Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Դիլիջանի կամ մոտակա բաժին։ Ճանապարհը պահանջում է առավելագույն զգոնություն։ Ականջակալները խլացնում են զգոնությունը, անվտանգությունը դարձնում խոցելի։